Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների կողմից ստեղծված մեծ հելենիստական կայսրությունների անկումից հետո մեր թվարկությունից առաջ առաջին դարի սկզբին պատմության առաջնագծում հայտնվեց համաշխարհային տիրապետության նոր հավակնորդ։ Նրա անունը Տիգրան II էր եւ նա գլխավորում էր հայկական փոքրիկ տերությունը։ Նույն կերպ Ալեքսանդրը լինելով 20 տարեկան իր թագավորության սկզբում իր տրամադրության տակ ուներ միայն փոքրիկ Մակեդոնիայի ռեսուրսները։ Հակառակ դեպքում երկու հնագույն նվաճողների մեկնարկային պայմանները շատ տարբեր են։ Տիգրանն իր նվաճողական կարիերան սկսել է որպես պատանդոտար երկրում, չնայած դրան նա հաղթեց պարթևներին, ջախջախեց ասորիքի հսկայական թագավորությունը եւ ստեղծեց թեև կարճ ժամանակով իր սեփական կայսրությունը, ձգվող միջերկրականից մինչև Կասպից եւ Հրեաստանից մինչև Կովկաս։ Ձեզ եմ ներկայացնում 5 անհավանական հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի գործունեությունից, որոնց մասին հնարավոր է որ տեղյակ չէիք։ Տեսանյութը դիտեք մինչև վերջ, քանի որ այնտեղ ձեզ անակնկալ է սպասվելու։ Ցանկության դեպքում բաժանորդագրվեք ալիքին եւ հավանեք տեսանյութը։ Սկսեցինք։ Audio Jungle. Արտաշեսյանների տոհմի եւ մեծ հայոց պետության հիմնադիր Արտաշես առաջինի թոռան Տիգրան II-ի գահ բարձրանալը հայոց գահին շատ անսովոր ձևով տեղի ունեցավ։ Պատանեկության տարիներին նա որպես պատանդ ապրել է պարթևների թագավոր Միրդադ II-ի արքունիքում։ Հռոմեացի պատմագիր Հուստինիոսի վկայությամբ հզորացած Պարթևստանի դեմ պատերազմում Հայաստանի պարտության հետևանքով Տիգրան առաջինի գահաժառանգ որդի Տիգրանը պատանդ ուղարկվեց պարթևների թագավոր Միրդադ II Արշակունու արքունիք։ Երբ Արտավազդը մահացավ, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան առաջինը, իսկ նրանից հետո Հայաստանը սկսեց կառավարել նրա որդին ու անվանակիցը։ Խոսքը նույն նախկին պատանդի, ապագա արքաների արքա Տիգրանի մասին է։ Ինչպես նա ազատվեց գերությունից։ Քրիստոսից առաջ 95 թվականին հոր մահից հետո Տիգրան II-ը Պարթևստանին զիջելով մեծ հայքի հարավ-արևելյան որոշ հողեր, 70 հովիտներ կոչվող տարածքը ազատվեց պատանդությունից եւ ժառանգեց հայրենի գահը։ Հարևան հզոր պետությունները, այդ թվում Հռոմը, այդ պահին անկարգությունների պատճառով լավագույն վիճակում չէին։ Օրինակ Հռոմում քաղաքացիական պատերազմ էր հասունանում։ Տիգրան II-ը օգտվեց դրանից։ Ընդհանրապես Տիգրանի հաջողությունները պայմանավորված են իր փառասիրությամբ ու տաղանդով։ Տիգրանը համարվում էր հելենիստական դարաշրջանի մեծագույն։ Պատմաբանների մեծ մասը խոստովանում է, որ Տիգրանի պետությունն այն ժամանակ եղել է ամենաուժեղ եւ հզոր արևելքը, որից վախենում էր նույնիսկ Հռոմը։ Տեսանյութի սկզբում նշեցի, որ սպասվում է անակնկալ։ Այսպես, մեծ սիրով զիջում եմ իմ տեղը արքաների արքա Տիգրան Մեծին։ Տիգրան արքա, խնդրում եմ ներկայացրու հաջորդ փաստը, թե ինչպես շատ կարճ ժամանակում դարձար պատմության ամենաազդեցիկ թագավորներից մեկը։ Ողջույն բոլորին, ինչպես Ժորան նշեց, ես Տիգրանն եմ, հայոց երբեմնի ամենահզոր թագավորներից մեկը։ Եկեք պատմեմ, թե ինչպես հզոր մեկնարկով դարձա իմ ժամանակների ամենահզոր արքաներից մեկը։ Քրիստոսից առաջ 94 թվականին ես վերամիավորեցի ծոփքը, որով մեծ հայքը ամբողջացավ, հռոմեական եւ պարթևական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Քրիստոսից առաջ 94 թվականին ռազմաքաղաքական դաշինք կնքեցի Պոնտոսի եւ փոքր հայքի թագավոր Միհրդադ 6-րդ Եվպատորի հետ։ Դաշինքը ամրապնդելու նպատակով կնության վերցրի Միհրդատի դստերը Կլեոպատրային։ Քրիստոսից առաջ 93 թվականին պոնտական զորքերի հետ համատեղ գրավեցի Կապադովկյան, ճիշտ է Հռոմի միջամտությունների դեմ տևական պայքարից հետո այն մնաց Միհրդադ 6-րդի հսկողության տակ։
Այնուհետև ես գրավեցի Իբերիան եւ Աղվանքը, հյուսիսում ապահովեցի թիկունքը եւ նախապատրաստվեցի Պարթևստանի դեմ պատերազմին։ Քրիստոսից առաջ 87-ից 85 թվականներին Պարթևստանի դեմ պատերազմում նախ ազատագրեցի հայոց Միջագետք եւ Կորթուկ աշխարհները, այնուհետ 70 հովիտները, որը իմ գերությունից վերադառնալու պայմանով հանձնել էի։ Ապա Պարթևներին դուրս մղեցի Ատրպատականից եւ հյուսիսային Միջագետքից Միգդոնիայից, Օսրոենեից, Ադիաբենեից, որոնք այնուհետև ճանաչեցի մեծ հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ։ Իսկ Պարթև արշակունիները հարկադրված եղան ընդունել իմ գերագահությունը եւ ինձ զիջել։ Արքայից արքա Տիտղոսը։ Գլխավոր հակառակորդ Պարթևստանին հաղթելուց եւ նրա հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո նրանց որոշ ժամանակով դուրս մղեցի միջազգային ասպարեզից։ Այնուհետև ուշադրությունս սևեռեցի դեպի հարավ։ Նախ Քրիստոսից առաջ 84-83 թվականներին նվաճեցի Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Սիրիա, Փյունիկիան, Լիբանան, Հրեաստանը եւ Նապաթեան։ Ասորիքի նվաճումով վերացրեցի Սելևկյանների երբեմնի հզոր թագավորությունը։ Քրիստոսից առաջ 83 թվականին ես Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքում բազմեցի նրանց գահին, այսպիսով ստեղծեցի հայկական հզոր եւ ընդարձակ կայսրություն։ Իմ տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Շնորհակալություն արքա։ Ես իմ բաժանորդների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ իմ տեսանյութում ձեր ներկայությունն ապահովելու համար։ Համոզված լինելով սեփական ուժի եւ իր ժողովրդի հավատի մեջ, հայոց արքան սկսեց աստիճանաբար միացնել պետության տարածքը, դրանով իսկ մեծացնելով իր հայրենիքի տարածքը։ Հայաստանը միշտ հետաքրքրել է հարևաններին իր հողերով, որոնց մի մասի շուրջ վեճերը դեռ չեն մարում, օրինակ Արցախը։ Տիգրանն ուզում էր, որ ամբողջ աշխարհն իմանա, որ ինքն է փաստորեն ոչ միայն Հայաստանի թագավորը, այլ հենց արքաների արքան։ Ինչպես Տիգրան մեծը նշեց, Պարթևական պետության դեմ տարած հաղթանակից հետո Տիգրանը նոր պատերազմ սանձազերծեց Սելևկյանների հետ։ Այսպիսով մեր թվարկությունից առաջ 80-ականների վերջին Հայաստանի տարածքը նկատելիորեն ավելացավ։ Հատկանշական է, որ Տիգրանին հետաքրքրում են ոչ թե այլ ժողովուրդներ, ազգություններ ու էթնիկ խմբեր, այլ լոկ տարածքներ ու հողեր։ Տիգրանը նվաճեց ոչ թե պետություններ, ստրկացրեց ոչ թե մրցակից պետություններում ապրող ժողովուրդներին, այլ տարածքներ։ Բոլոր ժողովուրդները իրենց հողերի ստրկացումից հետո ստրկության չեն առնվել եւ վտարվել իրենց հողերից։ Նրանք շարունակեցին ապրել, աշխատել եւ հնազանդվել, բայց արդեն նոր թագավորին՝ Տիգրանին։ Տիգրանը նպատակ էր հետապնդում ոչ թե բոլորին վախեցնել իր ռազմատենչությամբ, այլ զգալիորեն մեծացնել Հայաստանի տարածքը։ Տիգրանի նվաճած բոլոր նահանգները դարձան Հայաստանի տնտեսական կենտրոններն ու նավահանգիստները։ Ի դժբախտություն իր ժողովրդի, Տիգրանը ծերանում ու կորցնում էր իր դիրքերը։ Դեռ Պարթևստանի հետ պատերազմից առաջ Տիգրան մեծն ամուսնացել էր Պոնտոսի թագավորի դուստրերից մեկի՝ Կլեոպատրայի հետ։ Պոնտոսի թագավորի դուստրը Կլեոպատրան Տիգրան մեծին մի քանի ժառանգներ էր տվել։ Ցավոք, հենց նրանք դարձան Տիգրանի հայրենիքի եւ Հայաստանի ամոթի դավաճանները։ Ինչ որ առումով Տիգրան մեծի հարաբերությունները որդիների հետ կարելի է համեմատել Օսմանյան կայսրության տիրակալ Սուլեյման մեծի հարաբերությունների հետ կապված իր զավակների հետ։ Թագավորների, գերազանց ռազմիկների ու գերազանց տիրակալների զավակները չեն ժառանգել այդ հատկանիշներն իրենց հայրերից եւ միայն անպատվել են իրենց ընտանիքին անվերջանալի սկանդալներով, ստորությամբ ու կռիվներով։ 3 որդի՝ Զարեհը, Արտավազդը, Տիգրան Կրտսերը, 3-ը կարծես գլխավոր ժառանգները Հայաստանի հույսը նույնքան ստորեին եւ բացահայտ ատում էին իրենց հորը։ Տիգրան մեծի ավագ որդու Զարեհի արարքը տիրակալի համար անակնկալ էր եւ երևի թե ամենաանվնասը, համեմատելով մյուս երկուսի արարքների հետ։ Ինչ էր արել Զարեհը, հիմա կհարցնեք։ Զարեհը մետաղադրամներ էր պատրաստել իր դիմանկարով եւ Զարեհը արքաների արքան է մակագրությամբ, երբ հայրը հաջորդ ռազմական արշավում էր։ Տուն վերադառնալուն պես իմանալով սեփական որդու չլսված լկտիության մասին, Տիգրան երկրորդը առանց վարանելու մահապատժի ենթարկեց Զարեհին։
Ճակատագրի նման հարվածներից ուշքի գալով Տիգրանը հասկացավ, որ երրորդ որդուց նման հարված իհարկե չէր կարող սպասել։ Հարվածն ուժեղ էր, հզոր եւ անսպասելի։ Որդին ապստամբություն բարձրացրեց հռոմում սեփական հորդեմ։ Տիգրան Մեծի կենսագրության մեջ ներգրաված պատմաբանները նշում են Տիգրանի եւ Սուլեյմանի եւ նմանության եւ ապշեցուցիչ տարբերության մասին։ Այո, երկուսն էլ տիրական բնավորություն ունեին։ Չէին հանդուրժում ստորությունն ու դավաճանությունը։ Դավաճանել տիրակալին նշանակում էր կորցնել գլուխը, եւ նրանց համար նշանակություն չուներ, թե ում գլուխը թռավ իրենց ուսերից։ Այնուամենայնիվ, հիմնական տարբերությունն այն էր, որ Սուլեյմանը թողեց ժառանգներ, որոնք չկարողացան պահել Օսմանյան կայսրությունը այն տեսքով, որով Սուլեյմանը հեռացավ։ Տիգրանը մյուս կողմից մեծացրել էր ժառանգներ, որոնք ամբողջ ուժով փորձում էին ոչնչացնել սեփական հորը։ Սուլեյմանի ժառանգներն իրենց մեջ կռվում էին իրենց հոր գահի համար, հավատալով, որ կկարողանան ավելին ու ավելին անել երկրի համար, քան արեց իրենց հայրը։ Նման կեցվածքով նրանք չափազանց հարգալից էին հոր նկատմամբ, լսում էին նրա խոսքերը եւ չէին համարձակվում չենթարկվել հրամաններին։ Տիգրանի որդիները ուղղակի սպասում էին, որ հայրը մահանա։ Որդիները իրար մեջ նույնիսկ չէին էլ վիճում, կարծելով, որ որքան շուտ հայրը մահանա, այդքան ավելի մեծ շանսեր կունենա նրանցից յուրաքանչյուրը թագավորի։ Տիգրան երկրորդին համեմատեցինք Ալեքսանդր Մակեդոնացու հետ, նշելով, որ նրանց ելակետային դիրքերը տարիքից շատ տարբեր են։ Ալեքսանդրը թագավոր է դարձել 20 տարեկանում, Տիգրանը 45-ում։ Իսկ եթե Ալեքսանդրը իշխանության է եկել առանց ծանրաբեռնվածության, ապա Տիգրանը սկսել է իր կարիերան որպես ինքնիշխան, որպես պատանդ օտար եւ հզոր կայսրությունում։ Պարսկաստանը չդարձավ հսկայական թագավորություն, քանի որ նրա տիրակալները թույլ են եւ ոչ ռազմատենչ, բայց Ալեքսանդրը հաղթեց պարսիկներին։ Իրավիճակը, որը ստեղծվել էր Տիգրան երկրորդի նվաճումների սկզբում, ինչպես ասացի, այն ժամանակվա պետություններից եւ ոչ մեկը խաղաղ ու անվնաս չէր։ Նույն Պարթևստանը տասնամյակների ընթացքում կարողացավ հաղթել Կրասոսի գլխավորած հռոմեական լեգիոներներին, այսինքն նրանք նույնպես լուրջ ուժ էին։ Միայն շատ տաղանդավոր հրամանատարները կարող են միավորել հսկայական կայսրություններ նման հակառակորդների հողերից, եւ Տիգրանին դա հաջողվեց։ Բայց Ալեքսանդրի կայսրությունը չփլուզվեց նրա կենդանության օրոք։ Իհարկե այստեղ էլ դժվար է ուղիղ համեմատվել։ Մակեդոնիայի թագավորը մահացել է 32 տարեկանում։ Նա ընդհանրապես շատ ավելի քիչ է կառավարել, քան Տիգրանը։ Բայց այնուամենայնիվ, հենվելով նրա կայսրության պատմության վրա, փորձենք հասկանալ, թե ինչու Տիգրանի թագավորությունը իր առավելագույն սահմաններում երկար չդիմացավ։ 3 պատճառ կարելի է առանձնացնել։ Դրանցից երկուսը վերաբերում են կառավարման տարբերություններին։ Խոսենք առաջինի մասին։ Եթե ուշադիր կարդանք աղբյուրները, ապա ուշադրություն է գրավում այն փաստը, որ Տիգրանին հաջողվում է կռվել ամենուր։ Նշվում են նրա հրամանատարների անունները, բայց նրանք մարտավարական իմաստով ավելի շատ որպես օգնականներ են գործում, քան անկախ հրամանատարներ։ Մինչդեռ Ալեքսանդրի հրամանատարները, երբ կայսրությունը մեծանում էր, կռվում էին ամբողջովին անկախ։ Մինչ Ալեքսանդրը ողջ էր, նրա կայսրությունը կանգ ուներ, քանի որ նրա կողքին կային մարդիկ, ովքեր անձամբ իրեն նվիրված էին։ Տիգրանի մոտ այդպիսի մարդիկ չկային։ Պլութարքոսը գրում է, որ հայոց արքան իր օրոք օգտագործել էր արևելյան ավանդույթները, ինտրիգներ, շահերի բախում եւ այլն։ Տիգրանը ձգտում էր հելենականացնել իր թագավորությունը, բայց հենց կառավարման ոճն էր, որ կարող էր լինել արևելյան իրանական։ Թերևս դրա համար էլ նա առանձնապես չառանձնացրեց հրամանատարներից որևէ մեկին, չցանկանալով վտանգել այն փաստը, որ արևելյան ավանդույթի համաձայն կփորձի իշխանություն կազմակերպել։ Բայց դրա պատճառով նրա կողքին անձամբ իրեն նվիրված զորավարներ չկային։ Ալեքսանդրի եւ Տիգրանի միջև երկրորդ տարբերությունը վերաբերում է նրան, թե ինչպես են նրանք ղեկավարում նվաճած տարածքներում։ Առաջինը գործեց պարզ։ Նա հավատարմության երթում տվեց տեղի ազնվականությանը, թողեց իր ժողովրդին վերահսկելու իրավիճակը եւ թույլ տվեց բնակչությանն ապրել իրենց նախկին կյանքով, միայն որպես իր կայսրության մաս։ Ժամանակի ընթացքում նա նույնիսկ ֆալանգիստներ հավաքագրեց տեղի բնակիչներից, փոխարինելու իրենց հայրենիք վերադարձած կամ մահացած մակեդոնացիներին։ Բայց նախ կամավոր, նաեւ մրցույթով գնացին այս ծառայությանը եւ երկրորդ այս կերպ փոխվում էր անհատների, այլ ոչ թե ամբողջ համայնքների կյանքը։ Տիգրանը տարբեր կերպ էր վերաբերում նվաճած ժողովուրդներին։
Նա իր կայսրությունը ներկայացնում էր շատ կոնկրետ ձևով եւ նրան պետք էին մարդիկ, որոնք կմարմնավորեին կերպարը, բայց մի բան է ստրուկներին քշել քաղաք կառուցելու եւ բոլորովին այլ բան մարդկանց մի մասին վերաբնակեցնելու այդտեղ։ Տիգրանը այդպես ոչ մի լավ բանի չհասավ։ Հենց վերաբնակեցված ժողովուրդների իրենց ճակատագրից դժգոհ ներկայացուցիչները բացեցին Տիգրանակերտի դարպասները Լուկուլոսի առաջ։ Իհարկե ուղղակիորեն շատ դժվար է ասել, եթե Տիգրանն իրեն շրջապատած լիներ հավատարիմ զորավարներով եւ չվերաբնակեցներ ժողովուրդներին, նրա կայսրությունն ավելի երկար կկանգներ թե ոչ, շատ ավելի գործոններ կան։ Մենք բացահայտել ենք միայն այն հիմնական տարբերությունները, որոնք կարող են գտնել աղբյուրներում, բայց մենք խոսեցինք 3 պատճառի մասին, նշեցինք միայն 2-ը։ Երրորդ պատճառը Հռոմ։ Մեծ կայսրություն, որը հենց այդ պահին ցավոք սրտի իր ծաղկման սկզբում էր։ Տիգրանը հնարավորություն չուներ խուսափելու նրա հետ բախումից։ Վաղ թե ուշ հռոմեացիները կգային նրա թագավորության երկիր եւ կնվաճեին, ինչպես բոլոր այն տարածքները, որոնք կարող էին հասնել։ Բայց չնայած դրան, Տիգրան մեծը շատ դժվար մրցակից դուրս եկավ հռոմեացիների համար։ Կարելի է միայն կռահել, թե որքան ավելի մեծ եւ հզոր կարող էր լինել Տիգրան մեծի թագավորությունը, եթե նա չհանդիպեր այնպիսի անհաղթ թշնամու, ինչպիսին Հռոմն էր Պոմպեոսի եւ Կեսարի ժամանակներում։ Ահա այսքանն էին փաստերը Տիգրան մեծի մասին։ Ես առանձնացրել էի այն փաստերը, որոնք քիչ հայտնի էին։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու եւ հավանելու համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ նշեք, թե որ թագավորի մասին կուզեք տեսնել հաջորդ տեսանյութը։ Եղեք հետաքրքրասեր եւ մենք կհանդիպենք մի քանի օրից։